Բարի լույս, բարի օր, բարի երեկո բոլոր լսողներին։ Ես Էլմիրան եմ, շարունակում եմ մեր հաղորդաշարը։ Այսօրվա մեր հիմնական թեմաներից ես կարող եմ անդրադառնալ մարդու պահանջների մակարդակներին, որոնք 5-ն են։ Մարդու պահանջների մակարդակները պատկերացնում ենք ցածրագույն կամ ստորակարգ մակարդակ մինչև բարձրագույն ինքնաարտահայտման մակարդակ։ Մարդու բարձրագույն պահանջները բավարարելուց առաջ անհրաժեշտ է մտածել ցածրագույն ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու մասին։ Ֆիզիոլոգիական պահանջներն են թթվածին, սնունդ, հեղուկ, շարժում, քուն, հանգիստ, սեքս, արտաթորանք եւ այլն։ Սոցիալական պահանջներն են սեր, ընտանիք, ընկերների կապվածություն եւ այլն, որը շատ թեմատիկ է, բայց ես կանդրադառնամ հիմնականում երկու մակարդակի։ Անվտանգության պահանջ, ապահովություն, հարմարավետություն, բնակատեղ, հագուստ եւ այլն։ Դա անվտանգության պահանջին է վերաբերվում։ Ինչպես գիտենք, ապրելու համար մարդուն անհրաժեշտ է բավարարել ֆիզիոլոգիական պահանջները՝ օդի, սննդի, ջրի, քնելու եւ այլն, թթվածնի, հեղուկների պահանջ, սննդի պահանջ, հանգստի պահանջ եւ այլն, չեմ ցանկանում անդրադառնալ։ Մարդկանց մեծամասնության մոտ շփման պահանջի մասին կարող եմ խոսել ես այժմ։ Մեծամասնության մոտ շփման գոտու չափը, կամֆորտի չափը դա 50 սանտիմետրից մինչև 120 սանտիմետրն է։ Այդ դեպքում շփումը չի առաջացնում դիսկոմֆորտ, անհարմարություն։ 15 սանտիմետրից 46 սանտիմետրը համարվում է մարդու ինտիմ, անձնական գոտի,